Առնո Բաբաջանյանի հանրահայտ նոկտյուրնով է մեկնարկում մենակատարների շքերթ մրցույթ փառատոնի գալա համերգը։ Դաշնամուրի մոտ մրցույթների եւ փառատոնների մրցանակակիր Էլեն Հակոբյանն է։ Նրա նման 10-ից 17 տարեկան շնորհալի շատ երաժիշտների Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնարավորությունները բացահայտելու հարթակ է ստեղծել պրոֆեսիոնալների հետ բեմում ներկայանալու։ Արդեն 10-րդ տարին է մենակատարների համար սիմֆոնիկը երաժշտական շքերթ է նվիրում։ Առաջին անգամ եմ մեծ բեմում հայտնի մարդկանց հետ մի քիչ լարվածություն կար եւ ես հաղթահարեցի այդ լարվածությունը։ Իրենք մեզ են փոխանցում իրենց մեծ փորձը եւ մենք արդեն որոշակի պատկերացում ենք ունենում մեր ապագայի մասին։ Սիմֆոնիկի հետ ելույթ ունենալը շատ կարևոր իրադարձություն է, ինչ է կարևորը, որովհետեւ դու սովորում ես պրոֆեսիոնալների հետ արդեն գործ ունենալ։ Մենակատարների երկօրյա շքերթով անցնելու են 70 մասնակիցներ, որոնք մինչ այդ հաղթահարել են մրցութային փուլերը, վարպետության դասեր են առել հանրապետության առաջատար մասնագետներից։ Մենակատարները նաև իրենց կատարողականությամբ հաջողել են մրցութային տարբեր հարթակներում։ Մասնակցել եմ բյուր մրցույթների, որոնցից էին Art Music-ը, Մինորան, Փոքրիկ Քայլը, ունեմ մի հատ Grand Prix իմ կոլեկցիայի մեջ, բազում առաջի տեղեր եւ մի հատ երկրորդ տեղ։ Սկզբում ջութակն էր, հետո Անդրանիկ Եղոյանի նախընտրելի ու անբաժան նվագարանը դարձավ սաքսոֆոնը։ Արդեն 7 տարի է փողային այս գործիքն է նվագում։ 18 տարեկան երաժիշտը միջազգային մրցույթներից տարբեր տարիներին մրցանակներով ու դիպլոմներով է վերադարձել։ Ես հասկացա, որ Լալայնի հետ սերս շատ չի, իմ հարազատ տատիկը սիմֆոնիկի առաջի ջութակահար է եղել եւ այդպես ես սկսեցի ջութակ նվագել, բայց դրանից հետո հասկացա, որ ինձ ավելի հոգեհարազատ գործիք որպես սաքսոֆոնն է ու փառահեղ գործիք է ինձ համար։ Ես դրա մեջ էի ապակա տեսնում եւ արդեն շարունակում եմ 7 տարի։ Զբաղվում եմ ջութակով մոտավորապես արդեն 10 տարի։ Ինչ վերաբերում է իմ մրցույթները բավականին շատ են, բայց ամենավերջին մասնակցած մրցույթը այդ Մոսկվայի Պյոտր Իլիչ Չայկովսկի անվան կոնսերվատորիայում կազմակերպված մրցույթն էր, որտեղ ես զբաղեցրի 3-րդ կարգ։ Պատանի երաժիշտների կատարումները ունկնդրում էր անվանի դիրիժոր եւ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։ Աշխարհի տարբեր նվագախմբեր ղեկավարած մաեստրոն ոգևորված էր ապագա պրոֆեսիոնալներով, որոնք հանրայնացնում են դասական արվեստը։ Սա մեր վաղվա ապագան է, մեր սերունդը, որը փոխարինելու է այն երաժիշտին, ով այսօր համալրել է նվագախմբի ցանկը։ Մենք ունենք մեր շարքերում նստած առաջին իսկ մասնակիցներից, Անահիտ Անձակարյան, ունենք երաժիշտներ, ովքեր առաջին մասնակիցներն են եղել մենակատարների շքերթ փառատոնի, եւ այսօր նրանք մեր նվագախմբի երաժիշտներն են համարվում։ Սա արվեստի եւ երաժշտական դպրոցներում կրթություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար անգնահատելի փորձառություն է նախ եւ առաջ, որովհետեւ նախ նվագախմբի հետ ելույթ ունենալը կրթություն է եւ գեղագիտություն, բացի այդ եզակի հնարավորություն, որը միշտ չէ որ հնարավոր է ստեղծել այդ երեխաների համար։ Մենակատարների շքերթում տարեստարի ավելանում է մասնակիցների թիվը։ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը ծրագրում է մենակատարների շքերթը վերածել հանրապետական փառատոնի։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։